81 հոդվածը ամենասարսափելի հոդվածն է, որը մեր սահմանադրությունում կա, այս հոդվածը բոլոր խնդիրները փակում է։ 100%-անոց արտաքին կառավարում է հիմնադրում, 100%-անոց, եւ ինչ ուզում է մենք որոշենք այստեղ, սահմանադրությամբ թե օրենքներով 81 հոդվածը իջիկ է դարձնում եւ հաստատում է միջազգային օրենքների գործը։ Ես ուզում եմ կարդամ, որ դատարկ խոսակցություն կարդում եմ, այն ինչ որ գրված է, հա, 81 հոդվածը երկու կետ ունի։ Առաջինը հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում, այսինքն մեր սահմանադրությունը մեկնաբանելիս դրսում են մեկնաբաները, հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։ Ես մի օրինակ բերեմ ձեզ։ Եվրոդատարանը դա Հայաստանի մասնակցությամբ միջազգային կառույց է։ Եվրոդատարանը ունի որոշում, որ միասեռականների ընտանիք կազմելը իրավունքը եւ երեխա որդեգրելու անխախտելի է։ Հիմա եթե մենք մեր այս կետի արկայության դեպքում, եթե մենք մեր սահմանադրությունում նույնիսկ այ գրել ենք, չէ, կինը եւ տղամարդը միմյանց հետ, շատ լավ են գրել։ Բայց եթե մենք մեր սահմանադրությունում նույնիսկ գրենք, որ Հայաստանի Հանրապետությունը միասեռականների ընտանիքները գոյություն չեն կարող ունենալ, այս կետի հիման վրա, այսինքն այստեղ դատական բոլոր process-ները կգան երկու տղամարդ կմտնեն ԶԱԳՍ, ասել եմ, մեկը կասի ես կին եմ։ Իմիջիալոց այդ որոշումն էլ կա, որ յուրաքանչյուր ոք եվրոպական միջազգային կառույցները, որ յուրաքանչյուր որ ինքն է որոշում իր սեռը։ Կգան երկու տղամարդ Հայաստանի ԶԱԳՍ, կասեն ուզում եք պսակվել։ Հայ մարդ է նստած, կինը կներեք երկուստ տղամարդ է, կմտնեն դատարան։ Հայաստանի դատարանն էլ գուցե համարձակվի, ասի ոչ, կհասնեն Եվրոդատարանը կասի, այս կետի հիման վրա դուք եք գրել ձեր սահմանադրությունում, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության դրույթները մեկնաբանելիս պետք է հաշվի առնենք ձեր մասնակցությամբ միջազգային կառույցների պրակտիկան, այսինքն Եվրոդատարանի ընդունված որոշումները։ Տուժտուգանք կնշանակեն բարոյական վնաս հասցնելու համար եւ կպարտադրեն, որ մեր ԶԱԳՍ-ը գրանցի։ Եթե չգրանցեց, սանկցիա կկիրառեն, պետք եղավ կրամբակոծեն։ Սա խաղալիք չի։ Ես ծայրահեղ պարտավոր եմ ծայրահեղ, բայց սա հնարավոր է։ Գրված է այստեղ, որ դա հնարավոր է։ Կարդում եմ երկրորդը, որը եւս նախ ամոթալի է, որ մեր սահմանադրությունը ինչ որ եվրոպական կառույցներ են մեկնաբանելու։ Մեր սահմանադրական դատարանին ենք միակ մարմինն է, որ պետք է իրավունք ունենա մեկնաբանել սահմանադրությունը։ Նույնիսկ ես իրավունք չունեմ, քաղաքացին, ազգային ժողովի падգամավորը, կառավարության անդամը Հայաստանի իրավունք չունի մեկնաբանի։ Մեր կառավարությունը որպես մարմին իրավունք չունի սահմանադրություն մեկնաբանելու։ Եվրոպայում ինչ որ կառույցներ իրավունք ունեն։ Եվ երկրորդն եմ կարդում, ոչ պակաս նույն հոդվածի երկրորդ կետը։ Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները։ Այսինքն եթե նույնիսկ մեր սահմանադրությունում պետք է ասում, գրենք որ միասեռականների ընտանիքը չի կարող լինել Հայաստանում, ասում է գրեցիք, դա կճանաչեն սահմանափակում ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները։ Սա այս երկու կետը նշանակում է, որ մենք ինչ ուզում է գրենք մեր սա, կինը եւ տղամարդը, միայն մի կինը, մի տղամարդու հետ, միասին, ինչ ձևով ուզում եք գրեք, սա ջրում է այդ ամբողջը, դա իջիկ է դարձնում։ Եթե սրան ավելացնենք, որ նաեւ նախկինում Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող սահմանադրությունը, Փարքաստու գործողը, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի բերած սահմանադրության այսօր Երանի ենք տալիս, անհամեմատելի է, սա պարզապես խայտարակություն է։
Այն ժամանակ 13 էջի առաջարկություն եմ ներկայացրել, ոչ մեկը չի։ Հիմա չեմ ներկայացրել, որովհետև իրենց էլ ասել եմ։ Դուք չեք կարող, ես ձեզ առաջարկություն չեմ ներկայացնում, որովհետև դուք չեք կարող սա փոխեք։ Սա ձեր գրածը չի, որ դուք փոխեք։ Տեր ունի այս գրածը։ Եթե դուք այս մարդու իրավունքների հատվածում փոփոխություն կատարեք արմատական, ապա իշխանության վերարտադրության ոլորտում ձեզ կզրկեն այդ հնարավորությունից։ Իրենք ոնց որ հումար են խաղացել, այս մասը կրվել են, այն մասն էլ իրանց են զիջել։ Հասկանում եք, տպավորությունս այդպիսին է։ Ուրիշ բան չեմ կարող։ Ես իրեն ասում եմ, իրենց ասում եմ, կարող եք գրեք Հայաստանի Հանրապետության ընդերքը պատկանում է հայ ժողովրդին։ Չեն կարա գրեն։ Պիսի բան գրեն 10 հոգու գլուխ կփոկեն։ Սկսած նախագահից վերջացրած բոլորը։ Նույն Գերմանիան, այ որ ասվեց, որ մեր ընդերքը Գերմանիան է տանում մեր ընդերքի մեծ մասը, մոլիբդենն էլ, պղինձն էլ, եւ պատահական չի, որ Գերմանիան է զբաղվում Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ այնպիսի դրույթներ է ամրագրում, որ վաղ այդ երիտասարդները մեծանան, մի հատ էլ փորձ հավաքեն, իրանց դեմ այսպես աշխուժ ու ակտիվ չպայքարեն, որտեղ այս ազգը պետք է այլասերել, ինչ են անում 45 թվի Ալեն Դալեսի ելույթը, եթե կարդաք, այնտեղ հստակ գրված է։ Առաջինը արտաքին կառավարում պետք է քայլ առ քայլ խորացնել, սրանով ամբողջանում է։ Երկրորդը հոգևոր ոլորտը, մշակույթ, եկեղեցի ոչնչացնել, դա է հիմքը, որ սնում է ազգը։ Դրանով ազգն է ոչնչացվում, աղանդներ մտցնել։ Դուք գիտեք, չէ, մենք 95-ին արտաքին կառավարման առաջի քայլը արեցինք։ Ես այն ժամանակ իշխանավոր էի, պատգամավոր էի, մեղքը իմ վզին է, ես էլ եմ պատասխանատու, չկարողացանք այն ժամանակ։ Հետո աղանդներ, հետո գենդեր, հիմա էլ սա ամբողջական։ Որովհետև երբ որ գենդերը փորձեցին, մեր հասարակությունը հայ մարդը դարձրեց այսպես, ոնց որ հայոյանք, հա, բանակում, հայաթում տղեկը երբ որ ուզում են մի տղա մյուսին վատ բան ասի, ասում է հա դու գենդեր չես, արա քֆուրա դարել, հայոյանք է դարել։ Մեր ազգը կարողացավ իր իմաստության շնորհիվ այս խնդիրը իսկ հիմա բազմաթիվ քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել է մեզ 81 հոդվածի, մեկը չի խոսում սրա մասին։ Լսում Ձեզ մեղադրում են ոչ միայն ձեզ, այլ ձեր նման ձեզ այս տեսակետներ հայտնողներին, որ սահմանադրության հիմնական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղում եք այդ միջազգային օրենքի գերակայության, ընտանիքի խնդիրներին, բայց շատ ընդդիմախոսներ ասում են, որ դա չի հիմնական խնդիրը, այդ սահմանադրությունը ուրիշ խնդիր ունի։ Անվտանգ այդ խորհրդարանական համակարգի անցումը, ինչքանով է վատ մեր երկրի համար, երկրի անվտանգության հետ կապված խնդիրները։ Ձեզ մեղադրում են, որ մարդկանց ուշադրությունը շեղում եք։ Լավ, ես միշտ ես ասեմ, դուք կավելացնեք, պարոն Մարգարյան, քանի որ ինձ ես միշտ ասել եմ, որ հակառակը այ պարլամենտական, նախագահական, պատգամավոր այսպես կընտրվի, այնպես իշխանական աթոռի գզվրթոցը շեղում է հիմնական նպատակից եւ դրան ձգտում է միջազգային կառույցները, նույն Վենետիկի հանձնաժողովը, նույն այս գրողները, դրսի պատվերով գրողները, որովհետեւ եթե հայ մարդ չլինի, հայ ազգը վերջանա, ինչ կարևոր է, ես եմ պատգամավոր, դուք եք, պարլամենտական է, թե նախագահական է, ընդհանրապես, ասեմ ձեզ, պարլամենտական, թե նախագահական մեծ տարբերություն չկա, եթե ընտրական համակարգ է գործում, Հայաստանում ընտրական համակարգ չկա, ինչ համակարգ ուզում եք մտցրեք, կեղծվելու է եւ լինելու են ինչ որ կա, սա առաջինը, երկրորդը պատերազմող երկրի համար մենք Ղարաբաղի հարց ունենք, մենք Արևմտյան Հայաստանում լուրջ պրոցեսներ են տեղի ունենում, մենք Սփյուռքում մեծագույն խնդիրներ ունենք, այս վիճակում գտնվող երկրի համար նախագահականը առաջնահերթ եւ կարեւոր համակարգն է։ Մենք առաջի հերթին պետք է նախագահական մնա։ Ես ինքս տարբերություն չեմ դի կայացած երկիր հանգիստ վիճակում, թող նախագահական է թե կիսա թե ինչ կարեւոր է։ Կարևորը ժողովուրդը տեր լինի այդ իշխանության ինքը ձևավորի։ Պարլամենտականի դեպքում ստացվում է, որ նախագահը այդքան լիազորություններ չունեն։ Եվ դա վատ է։ Բայց դուք բոլոր ձեր ասուլիսներին հիմնականում ուշադրություն որտեվ սա է կարևոր, եթե ես հայ չեմ։ Բա իհարկե, հայ մարդ պահպանելը հայ մարդուն։ Մենք պետություն չենք ունեցել, նախագահ էլ չենք ունեցել, պարլամենտ էլ չենք ունեցել 600 տարի։ Բայց եկեղեցին
եւ Սփյուռքը միասին պայքարել հայ մարդուն պահպանել են, ինքնությունն են պահպանել։ Հիմա եթե ես իմ ինքնությունը կորցնեմ եւ 50 տարի հետո գոմիկ ներեցեք այդ բառից համար, հա, բոլորս գոմիկ ու ես իմ ինչ դառնանք։ Ինչ կարևոր է, ով է պարլամենտը, պարլամենտական է, նախագահական է, եթե ծախույա այս երկիրը, եթե հանձնված է ուրիշին, եթե մենք պիտի վաճառենք։ Մի օրինակ էլ բերեմ, տեսեք, այսօր բոլոր դրսում ապրող հայերը 3 ամսով իրենց երեխաներին բերում են Հայաստան, ինչու՞, որտեղ այստեղ հայկական միջավայր է, հայ դաստիարակություն, հայ երեխաների հետ շփվի, հայկական հոտ համ կա, հայկականություն կա, մարդկություն կա։ Մենք շատ ենք կորցրել 25 տարվա ընթացքում մեր մարդկային որակներից, բայց ելի պահպանել ենք շատը եւ դրսի իմ ապրող եղբայրը 3 ամսով իր երեխուն ուղարկում աստեղ, ասում այնտեղի այդ այլասերվածների հետ չշփվի մի 3 ամիս։ Ձեր հայկական միջավայրում սա էլ ենք ուզում ոչնչացնենք։ Սա մեծագույն արժեք է, իսկ դու չի կարելի դրան թե իսկ պատգամավոր սոսը կլինի թե Կիրակոսը, գիտեք, հազարական, 1000-րդական հարց է։ Եվ վերջինը ասեմ ձեզ, ինչու պետք է մեզ այսօր նախագահական համակարգ, որովհետև մենք որոշել ենք ԵՏՄ-ի անդամ ենք։ ԵՏՄ-ի անդամի սեղանի շուրջ նստելու են նախագահներ։ Հայաստանից գալիս է երկրորդական մարտով, չընտրված ժողովրդի կողմից վարչապետ։ Այսօրվա մեր նախագահային բանի տեղ դժվար են դնում։ Դա իր մեղքն է նախ եւ առաջ։ Բայց վարչապետին ով է բանի տեղ դնելու։ Ասում են դու ով ես, դու ժողովուրդ էլ չես ներկայացնում։ Եթե մենք գնայինք Եվրոասոցիացիան, դա էլ է ճանապարհ։ Իմիջիայլոց ուզում ես գնա, եթե ակտիվ, նորմալ գործես իշակոպետության, օգուտը կոպետության հետապնդել, ամեն տեղից էլ կարող ես բերել։ Ուր ուզում ես գնա, եթե վատ ես գործելու, եթե այսպես գետնին պարկած ես գործելու, ոչ մի տեղից էլ օգուտ չես ստանա։ Հիմա եթե գնայինք Եվրոասոցիացիան, այնտեղ իսկապես նստում են վարչապետներ, լիքը երկրներ կան, որ պարլամենտական են։ Ստեղ ոչ մի պարլամենտական երկիր չկա, մենք մեր շահը պիտի հետապնդենք, չէ՞ ԵՏՄ-ում։ Պիտի ամեն ինչ անենք, որ այնտեղից հնարավորինս շատ բան բերենք ի օգուտ Հայաստանի։ Բա ուրիշ ինչի համար ենք գնացել։ Գնացել ենք որ ինչ